Արտակարգ դրություն Լոս Անջելեսում քաղաքային խորհուրդը հայտարարում է, համայնքները այսից պաշտպանելու համար անցնում են արտակարգ ռեժիմի։ Չիկագոյում դատավորը այսին արգելել է ձերբակալել մարդկանց դատարաններում ու դրանց մերձակայքում, արդյոք սա տարածվում է այլ նահանգների վրա։ Տրանսպորտի նախարարը Կալիֆոռնիային զրկում է ֆինանսավորումից և պահանջում բեռնատարի վարորդների անգլերենի թեստ։ Կալիֆոռնիան արգելել է վաճառել գլոկ ատրճանակներ, որոնք կարելի է դարձնել ավտոմատ հրացան, առաջին նահանգը, բայց հավանաբար ոչ վերջինը։ Կառավարությունը չի բացվում հերթական 9-րդ ձախողված քվեարկության պատճառով, բանակը սակայն ստացել է աշխատավարձ, իսկ ինչ անեն դաշնային մյուս աշխատողները։ ԱՄՆ ծովային պահակախումբը բռնագրավել է ավելի քան 45 տոննա կոկային, Միացյալ Նահանգները հարվածում է նավակներին, իսկ Նիկոլաս Մադուրոն հայտարարում է մոբիլիզացում և զորավարժություն։ Իսրայելը բացել է Ռաֆահի անցակետը հումանիտար բեռների համար, Համասը վերադարձրել է պատանների մարմինների մի մասը, սակայն հրադադարի ճակատագիրը դեռևս փխրուն է։ Այս և մի շարք այլ թեմաների մանրամասները հաջորդիվ։ Ողջույն սիրելի հետևորդներ, ԱՄՆ գլխավոր լուրերն են USR Media-ի YouTube-յան ալիքում։ Եթե ցանկանում եք միշտ առաջինը իմանալ ամենաթարմ եւ կարևոր զարգացումները, սեղմեք subscribe եւ միացրեք ծանոթությունները։ Իդեպ ձեր մեկնաբանությունները կարևոր են մեզ համար։ Գրեք ձեր կարծիքը եւ ցանկալի է նաեւ թեմատիկ, որի շնորհիվ կկառուցենք մեր հաջորդ թողարկումներն ու ակտիվ կմասնակցենք քննարկումներին արցած հարթակում։ Շնորհակալություն, որ մեզ հետ եք ամեն օր, ամեն լրատվական օր։ Շարունակեք հետևել, նոր թողարկումը սկսում է հենց հիմա։ Լոս Անջելեսի նահանգային խորհրդի անդամները արտակարգ դրություն են հայտարարել արձագանքելով դաշնային ներգաղթի մասշտաբային գործողություններին, որոնք ըստ նրանց վախի մթնոլորտ են ստեղծել բնակիչների շրջանում։ Որոշումը ընդունվել է 4-1 քվեներով։ Խորհրդի հայտարարության մեջ նշվում է, որ հունիսի սկզբին մեկնարկած ներգաղթի աշրավները ստիպել են շատերին վախենալ տանից դուրս գալ, աշխատանքի, հասարակական տրանսպորտից օգտվելու կամ շրջանի հանրային ծառայություններին դիմելու համար։ Առաջարկը ներկայացրել են Լոս Անջելեսի 3-րդ շրջանի ղեկավար Լինդսի Հորվաթը և 4-րդ շրջանի ղեկավար Ջանիս Հանը։ Այն թույլ է տալիս արագացնել ռեսուրսների բաշխումը, պայմանագրերի կնքումը և պետական ու դաշնային աջակցության ստացումը ներգաղթի արշավներից տուժած համայնքների կայունացման նպատակով։ Արտակարգ դրության ռեժիմը թույլ է տալիս բոլոր վարչական մարմիններին ձեռնարկել անհրաժեշտ գործողություններ համայնքների պաշտպանությունն ապահովելու համար։ Այն ուժի մեջ կմնա այնքան ժամանակ, մինչև խորհուրդը որոշի դադարեցնել։ Չիկագոյի դատարանում ընդունված որոշումը կարող է դառնալ նախադեպ, որը պետք է որ տարածվի այլ նահանգների վրա, սահմանափակելով այսի գործողությունները և վերականգնելով վստահությունը դատարան այցելող համայնքների մեջ։ Քուք շրջանի գլխավոր դատավորը արգելել է այսին ձերբակալություններ իրականացնել դատարաններում և դրանց շրջակայքում։ Հրամանագիրը, որի ուժի մեջ է մտնել այսօր առավոտյան, տարածվում է նաև դատարանի ավտոկայանատեղիների, մուտքերի և հարակից մայթերի վրա։ Դատավոր Էվանսը նշել է, որ արդարադատությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ յուրաքանչյուր մարդ կարող է ազատ և առանց վախի ներկայանալ դատարան։ Այսը քննադատել է այս որոշումը հայտարարելով. Մենք միջնադարյան թագավորություն չենք, որտեղ կարելի է թաքնվել օրենքից, որտեղ գտնում ենք օրենք խախտողին, այնտեղ էլ ձերբակալում ենք։ Միացյալ Նահանգների տրանսպորտի նախարար Շոն Դաֆին հայտարարել է, որ կասեցնում է $40 միլիոն ֆինանսավորում Կալիֆոռնիային, քանի որ այն միակ նահանգն է, որը չի կիրառում անգլերենի իմացության պահանջները բեռնատարների վարորդների նկատմամբ։ Դաֆին նշել է, որ վարորդը չպետք է ստանա իրավունք իր միգրացիոն կարգավիճակի և անգլերենի անբավարար իմացության պատճառով։ Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմի գրասենյակը քննադատել է նախարարի որոշումը։ Նյուսոմի խոսնակ Դիանա Քրոֆթս Պելաոն հայտարարել է, որ վիճակագրությունը ցույց է տալիս Կալիֆոռնիայի բեռնատարների մասնակցության վթարների ցուցանիշը ցածր է ազգային միջինից։ Սակայն Դաֆին հակադարձել է, որ նոր լեզվական ստանդարտների ուժի մեջ մտնելուց հետո Կալիֆոռնիայում անցկացվել է շուրջ 34,000 ստուգում, որոնցից միայն մեկն է հանգեցրել վարորդի գործունեության դադարեցմանը անգլերենի անբավարար իմացության պատճառով։ Դաշնային տրանսպորտի վարչությունը պահանջում է, որ Կալիֆոռնիան ընդունի կանոնակարգեր անգլերենի ստուգման վերաբերյալ, ապահովի, որ տեսուչները ճանապարհային ստուգումների ընթացքում ստուգեն վարորդների լեզվական կարողությունները և աշխատանքից հեռացնեն նրանց, ովքեր չեն անցնում այդ թեստը։ Դաֆին նաև զգուշացրել է, որ կարող է կասեցնել հավելյալ $160 միլիոն, եթե Կալիֆոռնիան չփոխի վարորդական արտոնագրերի տրամադրման կարգը։ Մնանք նույն նահանգում, Կալիֆոռնիայում ուժի մեջ է մտել նոր օրենք, որով արգելվում է վաճառել այնպիսի գլոկ և նմանատիպ կիսաավտոմատ ատրճանակներ, որոնք կարելի է հեշտությամբ վերածել ավտոմատ զենքի, օգտագործելով այսպես կոչված Glock Switch սարքերը։ Assembly Bill 1127 օրենքը արգելում է նման կառուցվածքներով ատրճանակների վաճառքը սկսած 2026 թվականից։ Նշվում է, որ օրենքը չի արգելում այդ զենքի պատկանելիությունը կամ պահպանումը,
այլ միայն դրանց վաճառքն է եւ նոր վաճառքի արտոնագրումն է արգելում։ Բացառություն է արվել միայն իրավապահ մարմինների եւ մասնավոր գործարքների համար։ Այդ փոքրիկ փոխարկիչները չեն արտադրվում գլոկի կողմից, բայց դրանք հեշտությամբ կարելի է ձեռք բերել ինտերնետից կամ նույնիսկ տպագրել 3D տպիչով, ինչը թույլ է տալիս ցանկացած կիսաավտոմատ գլոկը դարձնել ապօրինի ավտոմատ զենք։ Կալիֆոռնիան առաջինն է, որ հաջողել է նման օրենք ընդունել, բայց մի շարք այլ նահանգներ՝ Նյու Ջերսի, Մինեսոտան, Մերիլենդը, ինչպես նաև քաղաքներ Չիկագոն, Բալտիմորը, Փորտլենդը արդեն դատի են տվել գլոկին մեղադրելով, որ այն թույլ է տվել իր զենքը հեշտությամբ վերափոխել ավտոմատների։ Թրամփի վարչակազմը շարունակում է աշխատանքից ազատել դաշնային աշխատողների կառավարության փակման ընթացքում։ Օրվա ընթացքում մի քանի իրադարձություններ հաջորդեցին մեկ-մեկու այս թեմայի շուրջ։ Նախ Կալիֆոռնիայի դաշնային դատավորը Սան Ֆրանցիսկոյում ժամանակավոր արգելք դրեց աշխատանքից ազատումների այս պրակտիկայի վրա, քանի դեռ նա քննում է արմիությունների փաստարկները, ըստ որոնց այս ազատումները ապօրինի են։ Դատարանի փաստաթղթերի համաձայն ավելի քան 4000 դաշնային աշխատող է աշխատանքից ազատվել ուրբաթ օրվանից սկսած, իսկ Սենատը այսօր 9-րդ անգամ չի կարողացել ընդունել նոր ֆինանսավորման օրինագիծը։ Դա նշանակում է, որ կառավարության մասնակի փակումը շրջում է նաև 15-րդ օրվա էջը։ Չնայած դրան, այսօր աշխատավարձերի վճարման օրեր ու նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ զինված ուժերի ակտիվ ծառայողներ այսօր ստացել են իրենց աշխատավարձերը։ Սպիտակ տան տվյալներով այդ գումարները վերցվել են Պենտագոնի բյուջեի չօգտագործված հետազոտական եւ զարգացման միջոցներից։ Սակայն ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը զգուշացրել է, որ սա միայն ժամանակավոր լուծում է, եւ եթե կառավարությունը չվերաբացվի, ապա զինծառայողները ամսվա վերջում աշխատավարձ չեն ստանալու։ Ջոնսոնը բնականաբար մեղադրել է դեմոկրատներին փակման համար, միևնույն ժամանակ Կապիտոլիումի ոստիկանների արմիությունը հորդորել է Կոնգրեսին հասնել համաձայնության, քանի որ իրենց ծառայողները շարունակում են աշխատել պաշտպանելով Կոնգրեսի անդամներին, բայց արդեն բաց են թողել իրենց առաջին ամբողջական աշխատավարձը։ Նախագահ Թրամփը հայտարարել է, որ 2 օրից էլ հրապարակելու է այն, ինչը նա անվանում է դեմոկրատական գործակալությունների պաշտոնական ցանկ, որոնք ենթարկվելու են կրճատումների կառավարության փակման ընթացքում։ ԱՄՆ ծովային սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ վերջին 2 ամսում Արևելյան Խաղաղ օվկիանոսյան շրջանում բռնագրավել է մոտ 45 տոննա կոկային, ինչպես նաև ձերբակալել 86 անձի։ Ծառայության հաղորդագրության համաձայն ընդհանուր կասեցվել է 34 նավի գործունեություն, իսկ միջին հաշվով օրական բռնագրավվել է շուրջ 1600 ֆունտ թմրանյութ։ Օպերացիաների ընթացքում միայն մեկ դեպքով սեպտեմբերի սկզբին Պանամայից եկող նավից բռնագրավվել է 8700 ֆունտ կոկային։ Իսկ որոշ նավեր նույնիսկ այրվել են բեռների բռնագրավումից հետո, որպեսզի չդառնան վտանգ այլ նավերի համար։ Բացի ծովային գործողություններից Միացյալ Նահանգները նաև իրականացրել է մի շարք դրոնային հարվածներ թմրանյութ տեղափոխող նավակների դեմ, վերջին 5-րդ հարվածը 3 էր։ Նույն թեմայի շարունակությամբ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն այսօր հրամայել է զինված զորավարժություններ երկրի խոշորագույն աղքատաղամասերում։ Նախագահին անհանգստացրել են Կարիբյան ծովում Վենեսուելայից դեպի ԱՄՆ նավերի խոցումը, որի արդյունքում զոհվել է առնվազն 27 անձ։ Թրամփի խոսքով գործողությունը կատարվել է միջազգային ջրերում եւ հետախուզական տվյալներն հաստատել են, որ նավակը գտնվում էր հայտնի մաքսանենգության երթուղու վրա։ Թրամփը նաև հայտարարել է, որ օպերացիայի շրջանակում Կարիբյան տարածաշրջանն է ուղարկել 8 ռազմական նավ, միջուկային սուզանավ եւ կործանիչներ, ներկայացնելով դա որպես Ամերիկայի պայքար թմրամիջոցների դեմ։ Մադուրոն հայտարարել է, որ մոբիլիզացնում է բանակը, ոստիկանությունը եւ քաղաքացիական աշխարհազորը պաշտպանելու երկրի լեռները, ափերը, դպրոցները, հիվանդանոցները, գործարաններն ու շուկաները, չգիտես ինչու անվանելով հենց այդ անունները։ Ավելի վաղ Մադուրոն հայտարարել էր, որ պատրաստ է արտակարգ դրություն անգամ հայտարարել որպես պատասխան ԱՄՆ-ի ագրեսիայի սպառնալիքին։ Օգոստոսին հազարավոր քաղաքացիներ անգամ հերթեր էին կազմել Կարակասում միանալու աշխարհազորին հնարավոր ներխուժման դեպքում։ Թրամփը իր հերթին մեղադրում է Մադուրոյին թմրակարտելի ղեկավար լինելու մեջ, իսկ Միացյալ Նահանգների արդարադատության նախարարությունը կրկնապատկել է Մադուրոյի գլխակինը, հասցնելով այն $50 միլիոն։ Կարիբյան տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմածովային գործողությունները եւ Մադուրոյի պատասխան քայլերը իրականում խորացնում են արդեն վտանգավոր լարվածությունը, իսկ միջազգային հանրությունը մեծ մտահոգությամբ հետևում է նոր սրման հավանականությանը։ Թողարկման այս հատվածում ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին Ասատրյանց ռեստորանին եւ Կոզանյան Meat and Liquor-ին աջակցության համար։ Իսկապես կարևոր է, որ գնահատվում է կարևոր աշխատանքը։ Շարունակենք լուրերը։
Բեռնատարներով հումանիտար օգնություն եւ առելիք է այսօր մտել Գազա։ Իսրայելը համաձայնել է բացել Ռաֆահի հիմնական սահմանային անցակետը Եգիպտոսի եւ Գազայի միջև։ Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ հրադադարի համաձայնագիրը վտանգվեց, կապված պատանների մարմինների վերադարձի շուրջ առաջացած վեճի հետ։ Իսրայելը նախորդային նախազգուշացրել էր, որ կարող է փակ պահել Ռաֆահը եւ սահմանափակել օգնության մատակարարումները, եթե Համասը չարագացնի մարմինների վերադարձը։ Գիշերը խմբավորումը վերադարձրել է մի քանի մարմին, սակայն իսրայելական կողմը հայտարարել է, որ նրանցից մեկը պատանդի մարմին չէր։ Շուրջ 600 բեռնատար պետք է որ մտնի Գազա։ Դրանք տեղափոխեն սնունդ, տեղորայք, վառելիք, գազ եւ ենթակառուցվածքների վերականգնման սարքավորումներ։ Սակայն այս պահին Գազայում մնում են պատանների մարմինները, որոնցից մի քանիսը հնարավոր է նաև չգտնվեն։ Իսրայելն էլ պարտավորվել է վերադարձնել 360 պաղեստինցիների մարմին, որոնցից առաջին 45-ը փոխանցվել են երեքշաբթի։ Հրադադարի հետագա փուլերում նախատեսվում է, որ Համասը զինաթափվի եւ հրաժարվի իշխանությունից, սակայն այդ պայմանը խումբը դեռևս մերժում է։ Վերջին օրերին Համասը Գազայում սկսել է ներքին անվտանգության գործողություններ, պայքարելով տեղական զինված կլանների դեմ, որոնք փորձում էին վերահսկել որոշ տարածքներ պատերազմի ընթացքում։ Բրյուսելում կայացած ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպումը ցույց է տվել Դաշինքի նոր ռազմավարական միասնությունը ամերիկյան առաջնորդությամբ։ Վաշինգտոնը պատրաստվում է ամրապնդել իր դիրքերը Եվրոպայում եւ բարձրացնել ՆԱՏՕ-ի մարտունակությունը Ռուսաստանի դեմ։ Միացյալ Նահանգների պաշտպանության քարտուղար կամ պատերազմի նախարար Փիթ Հեքսեթը հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփի ղեկավարությամբ ՆԱՏՕ-ն դարձել է ավելի հզոր, արդար եւ արդյունավետ։ Նրա խոսքով խաղաղությունը ձեռք է բերվում ոչ թե խոսքերով, այլ ուժով, եւ Միացյալ Նահանգները վճռական է պաշտպանել դաշնակիցներին, պահպանելով համաշխարհային հավասարակշռությունը։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահին, թեև նա ներկա չէր, ընդգծելով, որ Դաշինքի պատմության մեջ առաջին անգամ Եվրոպան եւ Կանադան հավասարեցնում են իրենց պաշտպանական ծախսերը ԱՄՆ-ի մակարդակին։ Հանդիպման առանցքային թեմաներից էր օգնությունը Ուկրաինային եվրոպական երկրների միջոցով, որոնք պետք է գնեն ԱՄՆ-ի արտադրած զենքը, ապա փոխանցեն։ Այս նախաձեռնության շրջանակում արդեն հատկացվել է շուրջ 2 միլիարդ դոլար եւ Լիտվան, Բելգիան ու Կանադան էլ հայտարարել են նոր ներդրումների մասին։ Հանդիպման ընթացքում ընդգծվել է, որ այս ծրագիրը դարձել է Ուկրաինայի ռազմական ապահովման առանցքային հենարանը։ Գերմանիայի պաշտպանության նախարարը հայտարարել է Ուկրաինային տրամադրվելիք նոր 2 միլիարդ եվրոյի աջակցություն, որը ներառում է Patriot զենիթահրթիռային համակարգեր, հակատանկային զենքեր, հրթիռներ եւ հեռահար հարվածային զինատեսակներ։ Նա նաև նշել է, որ Գերմանիան պատրաստվում է ստորագրել պաշտպանական արդյունաբերական համագործակցության հուշագիր Ուկրաինայի հետ, արդիականացնելու արդեն մատակարարված համակարգերը։ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին ասել է, որ վերջի 6 ամիսներին պաշտոնական Լոնդոնը Ուկրաինայի հետ մատակարարել ավելի քան 85,000 անօդաչու թռչող սար եւ սկսել է նոր խոցիչ անօդաչուների համատեղ արտադրություն Ուկրաինայում։ Ուկրաինայի պաշտպանության նախարար Դենիս Շմիհալը ներկայացրել է Ուկրաինայի պաշտպանական կարիքները, շնորհակալություն չմոռանալով հայտնել ԱՄՆ-ին եւ նախագահ Թրամփին խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համար։ Նա ներկայացրել է Ուկրաինայի հիմնական պահանջները 2025-26 թվականների համար մոտ 120 միլիարդ դոլար տարեկան պաշտպանական բյուջե, որի կեսը պատրաստվում է ապահովել հենց Ուկրաինան։ Բրյուսելի հանդիպումը հաստատեց Միացյալ Նահանգների վերադարձը ՆԱՏՕ-ի կենտրոնական բեմ, որպես համաշխարհային խաղաղության եւ ռազմական հավասարակշռության հիմնական երաշխավոր։ Հաջորդ ՆԱՏՕ-Ուկրաինա կոնտակտային հանդիպումը նախատեսված է 2026 թվականի սկզբին, որտեղ կքննարկվի արդեն մեգա գործարք նախագիծը համատեղ ֆինանսավորման եւ արտադրական համակարգի նոր ձևաչափով։ ԱՄՆ Գերագույն դատանում այսօր կարևոր լսում էր, որը կարող է ամբողջությամբ փոխել երկրի ամբողջ ընտրական համակարգի հիմքը։ Խոսքը վերաբերում է քվեարկության իրավունքների ակտի երկրորդ հոդվածին, որը վերջին 60 տարում պաշտպանում է փոքրամասնություններին ընտրական խտրականությունից։ Հիմա բացատրեմ, թե ինչի մասն է խոսքը։ Այս հոդվածը 1965 թվականից ի վեր պարտադրում էր, որ նահանգները չգծեն ընտրական քարտեզներ այնպես, որ սևամորթ կամ լատինո բնակչության ձայները ցրվեն տարբեր շրջանների մեջ։ Այդ պատճառով ստեղծվել են փոքրամասնության մեծամասնությամբ ընտրական շրջաններ, որոնք հնարավորություն էին տալիս սևամորթ ամերիկացիներին ընտրել նաև իրենց թեկնածուներին եւ իրական ներկայացուցչական կազմ ունենալ կոնգրեսում։ Սակայն այսօր Գերագույն դատարանի պահպանողական մեծամասնությունը պատրաստվում է այս մեխանիզմը վերանայել։ Նրանք պնդում են, որ հենց նման շրջաններ ստեղծելը արդեն իսկ ռասայական չափանիշների վրա հիմնված որոշում է, ինչը հակասում է սահմանադրությանը։
Տեսեք, 60 տարի է արդեն տևում ու հիմա են հասկանում, որ հակասում է սահմանադրությանը։ Լսումների կենտրոնում է Լուիզիանայի օրինակը, որտեղ դատանը քննարկում է, արդյոք կարելի է պահպանել սևամորթ մեծամասնությամբ երկրորդ ընտրաշրջանը։ Եթե Գերագույն դատանը որոշի այն չեղարկել, ապա դա կարող է բացել դուռը Հարավային նահանգների համար վերաձևելու քարտեզներն այնպես, որ նվազի սևամորթ, լատինո եւ այլ փոքրամասնությունների քաղաքական ազդեցությունը։ Իրավաբանների գնահատմամբ դա կուժեղացնի հանրապետական կուսակցության դիրքերը, հատկապես հարավային նահանգներում, որտեղ փոքրամասնությունների քվեները հաճախ վճռորոշ նշանակություն ունեն։ Գերագույն դատանի որոշումը սպասվում է 2026 թվականի ամռանը։ Միացյալ Նահանգների ֆինանսների նախարար Սկոտ Բեսենթը հայտարարել է, որ Վաշինգտոնը չի ցանկանում խորացնել առևտրային հակամարտությունը Չինաստանից, սակայն պատրաստ է պաշտպանական քայլերի, եթե Պեկինը շարունակի իր սահմանափակող քաղաքականությունը։ Բեսենթի խոսքով նախագահ Դոնալդ Թրամփն ու Չինաստանի առաջնորդ Սի Ցինպինը այդուամենայնիվ կհանդիպեն այս ամիս Հարավային Կորեայում, որտեղ ակնկալվում է նոր պայմանավորվածությունների ձեռքբերում առևտրային լարվածությունը մեղմելու նպատակով։ Նախորդ շաբաթ Չինաստանը հայտարարել էր հազվագյուտ մետաղների արտահանման սահմանափակման մասին, պատճառաբանելով ազգային անվտանգությունը։ Այս քայլը Վաշինգտոնում գնահատվեց որպես մատակարարման շղթաների սպառնալիք, քանի որ այդ մետաղները կենսական նշանակություն ունեն բարձր տեխնոլոգիական եւ ռազմական արտադրության համար։ Պատասխան քայլով նախագահ Թրամփը սպառնացել է չինական ապրանքների մաքսատուրքերը բարձրացնել մինչև եռանիշ մակարդակի, ինչն էլ պատճառ է դարձել ֆինանսական շուկաների անկայունության եւ երկու երկրների հարաբերությունների նոր սրման համար։ Ֆինանսների նախարարն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները չի փորձում անջատվել Չինաստանից, այլ ցանկանում է նվազեցնել կախվածությունը չինական շուկաներից։ Բեսենթը նաև նշել է, որ Պեկինը շարունակում է գնել Ռուսաստանի էներգակիրների շուրջ 60%-ը, ինչը ըստ նրա ուղղակիորեն սնում է Ռուսաստանի ռազմական մեքենան։ Բեսենթը հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստ է կիրառել նոր արտահանման սահմանափակումներ կամ մաքսատուրքեր, եթե Պեկինը չփոխի իր վարքագիծը։ Նա նաև հավելել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է տուժել սահմանել Չինաստանի դեմ ռուսական նավթի գնումների համար, սակայն միայն այն դեպքում, եթե եվրոպական դաշնակիցները միանան այդ գործողությանը։ Վերջում մի վիրուսի մասին, որի անունը գուցե եւ երբևէ չեք լսել։ Նյու Յորքի Արբարձաններում ապրող մի քաղաքացի վարակվել է չիկունգունյա վիրուսով մոծակների միջոցով փոխանցվող հիվանդությամբ, որը սովորաբար տարածված է Հարավային Ամերիկայում։ Առողջապահության պաշտոնյաները հայտնում են, որ հիվանդը բնակվում է Լոնգ Այլնդում, առանց երկրից դուրս մեկնելու է վարակվել, թե որտեղ է վարակը փոխանցվել, հստակ չէ։ Տեղական մոծակների մեջ վիրուսը չի հայտնաբերվել եւ այն մարդուց մարդուն էլ չի փոխանցվում։ Չիկունգունյան առաջին անգամ գրանցվել է 1952 թվականին Տանզանիայում։ Անվանումը գալիս է մակոնդե լեզվից եւ նշանակում է այն, ինչ թեքում է մարդուն, հոդացավերի պատճառով։ Բարդ դեպքերում կարող է առաջացնել երկարատև հոդացավեր տևելով ամիսներ կամ տարիներ։ Վտանգավոր է հատկապես փոքր երեխաների եւ տարեցների համար։ Չիկունգունյայի դեմ հատուկ բուժում չկա, բայց հնարավոր է մեղմացնել ախտանիշները ջերմիչեցնող եւ ցավազրկող դեղամիջոցներով։ Վիրուսն ամենից հաճախ արձանագրվում է Աֆրիկայում, Ասիայում, Հարավային Ամերիկայում։ Այս տարվա ընթացքում աշխարհի 16 երկրում արձանագրվել է ավելի քան 317,000 դեպք եւ 135 մահվան դեպք։ Ամենաշատ վարակները հայտնաբերվել են Բրազիլիայում, Բոլիվիայում, Արգենտինայում եւ Պերույում։ Վարակը տարածող մոծակը Aedes albopictus-ը առկա է Նյու Յորքի որոշ շրջաններում, սակայն մասնագետներն ընդգծում են, որ աշնանային ցուրտ գիշերները զգալիորեն նվազեցնում են տարածման վտանգը։ Այսօրվա համար էլ այսքանն էի առանձնացրել։ Ես Հարություն Մինասյանն եմ, շնորհակալ եմ ուշադրության համար։ Առողջ եղեք։